Եթե սուբսիդավորման հնարավորությունով է հնարավոր արտանել որևէ երկիր եւ այդ սուբսիդիան հանում ես ինքը դառնում անիմաստ, նշանակում է Բուլղարիա կարծեմ մեկը ծաղիկ էր փորձել արտահանել, ասում է այնքան թանկ է ինքնարժեքը բացարձակ ձեռնտու չի ու տենց էլ պիտի լինի։ Իսկ այն որ խոսում է Հոլանդիայի ծաղկի բորսա մտնելու հնարավորության մասին։ Հնարավորության, ինչ խոսում են հնարավորության մասին։ Այսինքն դա հնարավոր չէ։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ձեռնտու չի։ Ամեն ինչ հնարավոր է։ Չէ, Էկվադորից կարող է հասնել այնտեղ եւ Էկվադորից ծաղիկ չի հասնում այդտեղ։ Մեկ էլ ես չեմ հավատում, որ եվրոպացին հոլանդական ընկերությունները, այտենց հզոր ծաղիկ արտադրող ընկերությունները թույլ տան ինչ-որ երկիր ինչ-որ մտնի։ Գուցե կարճաժամկետ նորեկ Հոլանդիան բորսա է, դրսից գալիս լսվում եւ բան անում։ Մենակ հոլանդական արտադրության ոչ են։ Հիմնականը հոլանդական վերահսկողության տակ է, այդ ծաղկի շուկան։ Հա, վերահսկողության տակ է, բայց արտադրողները տարբեր երկրներ են։ Չեմ հավատում, ասում եմ, եթե հնարավորություն լիներ կանային, չի լինելու դա։ Կարծեմ աշխատանքներ տարվում է դու։ Աշխատանքներ տարվում է, հուսով եմ ու գոնե մի 2-3 սենց չափականակ ուղարկեն, որ ցույց տան, կգնան էլի Լիտվայում էր, չէ, պաշտոնական մակարդակով կանգնել էին Բեռնատարի կողքայով, մենք հանեցինք բան։ Այս գրեհիկ պաթոսը որ հանենք տակը ու նայենք ռեալ իրականության աշկերին ու մտածենք երկարաժամկետ ոչ թե այսօր ԶԼՄ-ներով ինչ որ բան ցույց տանք, մենք կհասնենք հաջողությունը։